Տարածքային զիջումների հարցը, որը նախատեսվում է խաղաղության ամերիկյան պլանով, պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ Դոնեցկի ապագա կարգավիճակի եւ Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը երկու հիմնական վիճելի հարցերն են, որոնց շուրջ դեռ բանակցում են։ Վլադիմիր Զելենսկիի խոսքով ԱՄՆ-ն առաջարկում է Դոնբասի այն հատվածը, որտեղից ուկրաինական բանակը պետք է դուրս գա, դարձնել ազատ տնտեսական գոտի, իսկ Ռուսաստանն առաջարկում է այնտեղ ստեղծել ապառազմականացված գոտի։ Ըստ պլանի Դոնեցկից ուկրաինական զորքի դուրս գալուց հետո ռուսական զորքը չպետք է մտնի այնտեղ։ Ռուսաստանը սակայն չի պարտավորվում իր զորքը դուրս բերել Դոնեցկում, Խերսոնում եւ Զապորոժիայում զբաղեցրած դիրքերից եւ պետք է դուրս գա միայն Խարկովի, Դնեպրոպետրովսկի եւ Սումիի մարզերի այն հատվածներից, որոնք վերահսկում է։ Զելենսկին ասել է, որ սա չի բխում Ուկրաինայի շահերից։ Ուկրաինայի նախագահը նաեւ հայտնել է, որ 3 տեսակապով կառուցողական քննարկում են ունեցել Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, ինչը նրա խոսքով ամենակարևոր հարցերից է։ Մենք աշխատում ենք շրջանակային փաստաթղթի վրա եւ այն պետք է բավական ուժեղ լինի, որպեսզի իսկապես գործի։ Կարծում ենք այս փաստաթղթերը պետք է հաստատվեն ԱՄՆ կոնգրեսի կողմից, սա կնշանակի մեր երկրի համար իրական, ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ։ ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցում, սակայն հավելել, որ հիասթափված է բանակցությունների տեմպից։ Վաշինգտոնը կմասնակցի եվրոպացի առաջնորդների հետ շաբաթավերջին նախատեսված հանդիպմանը, եթե առաջընթաց գրանցելու լավ հնարավորություն լինի, ասել է Դոնալդ Թրամփը։ Նրանք ցանկանում են, որ մենք մասնակցենք շաբաթ Եվրոպայում կայանալիք հանդիպմանը եւ կմասնակցենք, եթե համարենք, որ առաջընթացի լավ հնարավորություն կա։ Չենք ուզում շատ ժամանակ վատնել։ Սպիտակ տան խոսնակն իր հերթին հայտարարել է, որ նախագահը հոգնել է անիմաստ հանդիպումներից։ Նա գործողություններ է ուզում, նա ուզում է, որ այս պատերազմն ավարտվի, ասել է Քերոլայն Լևիթը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան չի տեսել ամերիկյան խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը եւ գուցե շատ կետերի հետ չհամաձայնի։ Ու մինչ Վաշինգտոնն ու Կիևը բանակցում են, Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ Ուկրաինային օգնելու նպատակով իր սառեցված ակտիվներն օգտագործելու Եվրոպական միության ծրագրերն անօրինական են։ Բանկը Մոսկվայի արբիտրաժային դատարան հայց կներկայացնի բելգիական դեպոզիտարիայի դեմ, որտեղ պահվում է այդ ակտիվների մի մասը, եւ կօգտվի բոլոր հասանելի միջոցներից իր շահերը պաշտպանելու համար։ Երեք Եվրոպական միությունը կողմ էր քվեարկել ռուսական ակտիվների սառեցումը երկարաժամկետ դարձնելու նախաձեռնությանը, որպեսզի յուրաքանչյուր 6 ամիս ստիպված չլինի այն երկարաձգել։ Բելգիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ այդ ակտիվներն ինչ որ պահի պետք է օգտագործվեն Ուկրաինային օգնելու նպատակով, սակայն Բելգիան չի գնա որևէ անխոհեմ զիջման։ Որպես պատասխանատու քաղաքական գործիչներ մենք որոշ մտահոգություններ ունենք։ Պարզ է, որ ուշադրություն ենք դարձնում սեղանին դրված առաջարկի խոցելի կողմերին, իրավական եւ ֆինանսական ռիսկերին։ Այս ընթացքում ռուսական զինուժը հարվածել է Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին, Պավլոգրադում զոհվել է 1, վիրավորվել 4 մարդ։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախագահ Պուտինին զեկուցել է, որ գրավել են Դոնեցկի մարզի Սևերսկ քաղաքը։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Յարոսլավլում գտնվող նավթավերամշակման գործարանի։ Տվերում ուկրաինական անօդաչուների հարվածից բազմահարկ շենք է վնասվել, կա 7 վիրավոր։